Ողջույն բոլորին, մեկ րոպե լուսնայինը տեղադրեմ, հետ գամ։ Ուրամ նոր եղավ տեսանյութը։ Միանգամից տեղադրեմ, ինչև ընկնի, ինչև այս կողմեն կողմ։ Տեսնեմ դուք ոնց եք։ Քանի Ֆրանսիայում եմ, ինձ թույլ տամ մի քիչ մտնել ուղիղ եթեր, որովհետև դե որ գնացի, մի քիչ արդեն դժվար կլինի։ Չնայած այնքան շոկ է Ֆրանսիա, որ կուզենայի րոպե առաջ փախնել ուղղակի այստեղից, ուղղակի հնարավոր չի։ Դեռ այն տարածքը որ կար եւ դեռ այնտեղ ոչինչ չեմ արել։ Ոչինչ, մատով չեմ կոպել։ Մեկ անգամ ենք գնացել, չնայած այդ օր էլի, այդ օրն եմ գնացել, որ ուղիղ եթեր էի մտել ու վերջ, այլևս չեմ գնացել։ Այնքան շոկ է, որ ես այնտեղ ոչինչ չեմ կարողանա անել, ոչ տանել այստեղից, ոչ տեղադրել։ Բարև ձեզ։ Ճիշտ ասած հարցի համար եմ մտել։ Մեկնաբանությունները բաց կթողնեմ, ովքեր որ տեղյակ են, ցանկանայի, որ պատասխանեին, շատ կուզեի, որովհետև ես այստեղ եմ, իսկ դուք Հայաստանում եք եւ Հայաստանի հետ կապված յուրաքանչյուր բան դե դուք ավելի լավ գիտեք, քան ես։ Ինչքան էլ որ ժամանակին ուրիշ ձևեր կաղա հիմա ինչ-որ նոր օրենքներ են փոխվել։ Իդեպ որոշ բաներ ուզում եմ ավելացնել, բայց դեռ չգիտեմ, հստակ չեմ խոստանում, բայց շատ եմ ուզում ավելացնել, ուղղակի քանի որ աստղաբանության ալիքը չի աշխատում, երևի թե կլինի դրանք լուսնային ալիքում։ Այնտեղ դե Յուպիտերը տեղափոխվեց, գիտեք բոլորդ, ամսի 10-ին, արդեն 10 օր է, բայց նա 1 տարի լինելու է այդտեղ։ Ավարտվեց իր կարծես թե լարված միացումը, ոնց որ թե դեռ չգիտեմ այլ ավարտվեց թե չէ։ Կարող ենք նայել ավարտվեց թե չէ, համենայն դեպս ինչև ամսի 17-ն էր շատ ուժեղ, դրա համար նա մեզ չէր օգնում, ոչ մի հարցում ձեզ չէր օգնում։ Նաև շուտով Սատուրնը հետադարձ լինելու, շատ բաներ կան, որ տեսեք տեսնեմ դեռ լարված միացում ունի, դեռ ունի, բա ինչի 17, եթե դեռ 20-նա ունի, եվ թե Սատուրնի հետ ամենայն մնացել հեսա նայեմ, երկուսի հետ էլ լարված միացումը դեռ պահպանվում է, դե ես չէի նայել և լսել էի որոշ աստղաբանների, հատկապես իմ ուսուցչուհուն, բայց տեսնում եք, այսօր արդեն 20-ն է, 23 դեռևս լարված միացումը կա, մի փոքր ուշ արդեն անցնում է, ամսի 24-ից արդեն լարված միացումը թողնում է, շատ չնչին է, երբ որ ինքը չնչին է լինում, այդ լարված, այդ շատ լարված պահերը չեն լինում, արդեն ինքը էներգիան էլ է նվազում և ձեզ կօգնի, մեզ կօգնի յուրաքանչյուրիս, բայց պետք է ասեմ, որ այս միացումը նա դեռևս ևս էլի ունենալու է, որովհետև Յուպիտերը դեռ հետադարձ է լինելու և այդ դեպքում ևս էլի կարող է գալ և միանալ, այդ լարված միացումը ևս այդ ժամանակ է կլինի։ Բայց համենայն դեպս ինքը շատ լավ պահեր ունի այստեղ, որ ինքը այսինքն է միացած Մարսին։ Չէ, ինքը չի։ Բարև ձեզ։ Հայլի, մի հատ ինձ կասեք, ես տեսա, որ ժողովուրդը կանգնած էին ինչ-որ միտեղ ինչ-որ բան էին պահանջում, ինչ-որ մեկի ազատությունը, չհասկացա ով էր, այդ ինչ ազատություն է, ումից են ինչ պահանջում, պատերազմական վիճակի մասին ես վաղուց ասել էի, շատ վաղուց, այն ժամանակ, երբ որ դուք հիշեք, ես երկրները, որ երկրների մասին էի ասում, այն ժամանակ ով որ հիշում է, այդ տեսանյութը կարծես թե այլևս ալիքում չի, որովհետև վաղուց չնջել եմ։ Ով հիշում է, ես երկրների անուններ էի տվել, որ երկրների հետ են պատերազմական վիճակի մեջ լինելու։
Բայց ինձ հետաքրքիր է այդ ինչի էին ժողովուրդ հավաքվել եւ ում ազատությունն էին ուզում, ինչի են բռնել, ով է բռնել, Հայաստանը լրիվ քաոս վիճակ է, չգիտեմ, հիմա եկեղեցականները պրծան, անցան ուրիշին, թե եկեղեցականներին են բռնել։ Մի պահ տեսանյութը գցելուց մի պահ Facebook-ում էի եւ նկատեցի, որ ինչ-որ մեկը գրել էր, որ Ադրբեջանը պետք է ասի մեզ, որ եկեղեցականին ընդունենք, չընդունենք, չհասկացա ինչ խառը վիճակը, գիտեք, որ ես չեմ բանանում, չեմ նայում, չգիտեմ ինչ է կատարվում։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, դուք լավ լինեք։ Սամվել Կարապետյանին ինչի են բռնել Սամվել Կարապետյանին։ Ուրա մեր քարտեզը։ Ինչ արել։ Կախված է թե ինչ արել։ Ինչ որ դեմքը հիշում եմ, բայց չգիտեմ ինքը ով է ընդհանուր։ Ասա մեր քարտեզը չի։ Ուրա մեր քարտեզը։ Հայաստանի քարտեզ։ Հունիսի 23 էր գրած, հունիսի 23-ի վրա ինչ է մնացել, երևի միասին ենք նայել, այստեղ ասել եմ, որ խոսակցություններ կլինի էսա, ես ասել էի ձեզ ուղիղ եթերում, հեսա լարված միացում կա, խոսակցություններ եւ էլի խոսակցություններ, ես ասել էի, չեմ հիշում որ, որովհետեւ մինչեւ ամսի 23-ը մոտս դրած էր հունիսի, դա շարունակվելու է այդ խոսակցությունները, լարված խոսակցություններ են, Ես այն ժամանակ եմ ասեցի, որ հետո կսկսվի երկրի մեջ խոսակցություններ, դեռ հելերը հիմա է շարունակվելու, հեսա, նոր ավելի վատ իրավիճակ է լինելու, հեսա, մինչև ամսի 23-ը, դրանից հետո էլի լարված միացում ունենք։ Լարվածություն կլինի եւ լարված խոսակցությունները դեռ կշարունակվեն։ Տաշիր պիցանը, ճիշտ է։ Բայց ինչի փակեցին, ինչ էր արել։ Ինձ հետաքրքիր է, հենց այնպես ոչ ոքին ոչինչ չեն անում։ Բացարձակապես, եթե ինչ-որ մեկին որոշում են մարդիկ պաշտպանեն, ասեմ, որ հենց այնպես ոչ ոքին ոչինչ չեն անում։ Ինչ-որ մի բան արել, ինչ արել, որ աջակցել է եկեղեցուն, այսինքն ինչով է աջակցել, ինչ արել եկեղեցուն, որ ինչ կանգնել ասել է, լավ է կանում, որ ՔՊԱ-ականներին չեք թողնում եկեղեցի, Եսի, տեսակ զարմանալի է, բոլորն էլ կարող էին աջակցել, յուրաքանչյուր մարդ, օրինակ ինձ գիտեք բռնած դիրքն է շատ դուր գալիս, ինչ որ չափով, որ քաղաքականության մեջ բացարձակ չի մտնում, ոնց էր ազգանունը, Սամվել Լեֆիկը, այդպես ավելի բանը, սիթիների տերը, բացարձակապես զգում եք, չի խառնվում ոչ մի բանի, ոչ մի քաղաքական գործի, ոչ մի, ես որ չեմ լսել, ոչ մի տեղ ելույթ չի ունենում, ընդհանրապես պետք չի նման քաղաքական գործիչները, ինչ որ մարդիկ ովքեր որ բիզնեսով են զբաղված, պետք չի մտնել որևիցե քաղաքականության մեջ, եկեղեցուն պաշտպանելը օրինակ ինչով է պաշտպանել, ինչ է ասելա Նիկոլ դու ինչ ես տաբատ հակած յուբկա է, տաբատ հակած աղջիկ ես, բայց հա դու եկեղեցուն եմ ես պաշտպանում, ինչ արել, ինչ պետք է անել, որ բռնեին։ Նա Սամվել Ալեքսանջյան մարդն ասել է եկեղեցու կողքին եմ լինելու։ Եկեղեցու ու եկեղեցականի, բայց չեմ կարծում, հենց այնպես ուղղակի եկեղեցականի կողքը կանգնելը կամ եկեղեցու կողքը կանգնելուց
Ես ասեցի, չէ, եւ դեռ շարունակվում է, իմ ասածները եւ էլի է շարունակվելու։ Դուք գնացեք, բռնեք 33 դրոպ 1 ու նստեք։ Ներին բռնել եք ու նստել եք։ Ոնց որ ներին եք գրկել, ուրիշ ոչինչ։ Դրա համար էս ամեն մի քաոսը կատարվում է։ Օրինակ երկրում ինչի պետք է եկեղեցական եւ ընդհանրապես վարչապետ ինչ որ խոսակցություններ լինեն։ Մի խոսքով կամ ժողովուրդը գնա եկեղեցու կողմը կամ չգիտեմ, այն օրը գիտեք նայեցի Վանո Սիրադեղյանի աղջիկներ ելույթ ունեցել, չգիտեմ ինչպես է հայտնվել ընկերների մեջ։ Իրոք ես զարմացած եմ, գոնե այդ մարդու աղջիկը պետք է լրի Հավիտյան։ Լրի։ Մեր սերունդը բոլորս գիտենք ով է Վանո Սիրադեղյանը։ Այն որ մեռած ձևացավ, ես իմ որտեղ արենք իր համար ապրեց։ Ինչպես որ շատերն են հիմա մեռած ձևանում եւ ապրում որևիցե տեղ։ Լուր իրանց համար ապրանքը ուտելիքը տանում են, այս տանում են, այն տանում են։ Այն մարդը որ տարիներ շարունակ մեռած ձևացավ, իր արած կեղտերի պատճառով եկավ արդեն այն անցավ արդեն այդ որ իրեն կարող են դատել, այդ ժամկետը անցավ եւ հիմա ինքը վերադարձավ, մի հատ էլ աղջիկը ելույթ ունենում ու նենց բաների մասին է ելույթ ունենում, որ իրոք զարմանում ես, որ պետքա ամոթից գետինը մտնեն դեռ իրանք։ Իմ ուսուցչուհին շատ կարևոր իմ ուսուցչուհու ամուսինը շատ կարևոր մարդ էր այն ժամանակ այդ Վանո Սիրադեղյանի հետ։ Իր ամուսնու սպանեցին, Վանոն փախավ ժամանակին, եւ որ ես դպրոցական էի։ Մենք բոլորը շատ լավ գիտենք։ Այսով այն զանգում։ Извини, չեմ կարող։ Կներես պետք է անջատեմ, լոխոս կնած։ Այլովը գրիլս, չի գրեն։ Գրիել աղջիկ ջան, զանգում ես բերում։ Ման։ Այս այլի բանի մեջ է։ Սրա վրա բանի մեջ չի։ Մի խոսքով, այն ժամանակ այդպես եղավ։ Ես շատ լավ հիշում եմ իմ ուսուցչուհին դարձավ չգիտեմ ով։ Մի հատ հավ իրոք։ Այնքան խեղճացավ այդ կինը, որ ժամանակին գալիս էր հատուկ մեքենայով, հատուկ իրան տանում, բերում էին մի խոսքով մի հատ հրաշք կին եւ ինքը դարձավ մի բուռ իր ամուսնու մահից հետո ամուսնուն սպանեցին Վանոն էլ փախավ այն ժամանակ ու այդ ժամանակները բոլորը չգիտես ինչու մոռացել են եւ հիմա որ ուզենեք էլի նույնիսկ իրան է կբերեք կնստացնեք ղեկավարության կբերեք կմոռանաք թե ով ա եղել ինքը Պարավիճարան համապատասխան սանիտարական նորմերին հնարավոր է բան չունեմ ասելու հնարավոր է ամեն ինչ հնարավոր է որովհետև դե սննդական նորմերին լավ ասենք չի համապատասխանում այն նա փայկեցին բա ինչու տարան հիմա տարել են բերդ հա տարել են ինչ որ ոստիկանությունում է փակված 6-րդ պատվալումը որտեղ է ինչ որ միտեղ պետքա լինի բարև ձեզ Հեչ այն տողնել են բռնել գիտեք այն մարդկանց են բռնում ովքեր որ կկարողանան իրանց տեղը գրավել դրա համար ես զարմանում եմ եւ ես չգիտեմ ով է նայում ով չի նայում բայց գիտեմ որ որոշ մարդիկ նայում են որովհետեւ իմ ասածները չգիտես ինչու մի տեսակ տեղ է հասնում ինչ որ մի ձևով կարող է նայում են այդ ովքեր որ ուզում են ելույթ ունենալ ովքեր որ ուզում են գալ ասպարեզ քաղաքականություն պետք է լռեն հիմա այս ժամանակահատվածում իրանք չպետք է դուրս գան կամ եթե դուրս են գալիս չպետք է այնպես անեն որ իրանց ցույց տան որ իրանք ուզում են գրավել վարչապետի տեղը իրանք պետք է ուղղակի
Թող չունի մեքենա է քշում։ Ժողովրդի փողերը կուտելով։ Հետաքրքիր է։ Նայում եք նոր որ մեքենա գնաց, հայեր։ Իրանք թող չունեն ընտանիքով։ Եթե թող չունի մարդը, ուրեմն չունի նաև իրավունք մեքենա վարելու։ Բացարձակապես։ Ուրեմն Քոչարին տղուն բռնել են լավ են։ Ընդհանրապես ով որ դուրս է գալիս ասպարես, հիմա պետք չի, որովհետև նա չի թողի, որ ինչ որ մեկը իր տեղը գրավի, բոլորին այսպես կհավաքի, կտանի կնստացնի, մարդկանց մեջ այսպես քաոս կստեղծի, որ ոչ ոք այս իմ ձենն եմ լսում, ասում ինչ ով է խոսում հետս հավասար, որ ոչ ոք իր տեղը չգրավի, դրա համար բոլորին կտանի կնստացնի։ Այո, իմ ուսուցչուհին հայ է, եւ Հայաստանում եմ սովորել։ Դպրոցի ուսուցչուհու մասին է խոսքը։ Լիլիթ ջանի մասին է խոսքը։ Ես սուր քաղաքականություն նոր, ես նման բաներով չեմ ուզում զբաղվել։ Չնայած քարտեզիս մեջ հիմա կա այդ թույլտվությունը, բայց ես չեմ զբաղվի երբեք։ Քարտեզումս կա։ Հիմա եկել է այս տարի չէ 2026-ին լիարժեք ունեմ այդ հնարավորությունը քաղաքականության մեջ մտնելու, բայց գիտեք, եթե հայերը փոխված լինեին, եթե հայերը այս ձևի չլինեին, ինչ որ միտեղ կարելի էր հասկանալ եւ կարելի էր նաեւ գալ, բայց չէ, ես այսքան ասացի կինա գալու, բայց օրինակ ես երբեք ռիսկ չեմ անի մտնեմ այս գելերի բերանը, որովհետեւ այստեղ գելերի ոհմակ է եւ հիմա այդ ոհմակը ոչնչացնելը բավականին շատ են եւ իրանք մրջունի նման բազմանում են։ Իսկ հիմա դրանց մեջ անհնարին է։ Ես այսօր նայեցի, չգիտեմ, որ երկրի թագուհին է, երևի ինչ որ մի տեղի թագուհին էր, չգիտեմ, որ տեղի անունն էլ չեմ հիշում, չնայեցի Մակրոնի եւ իր կնոջ հետ էր նկարվում, ինչ կանացի կերպար։ Ինձ թվում է անգամ իր այդ կերպարով, իր այդ համեստությամբ ինքը հենց ժողովուրդը իրան արդեն կսիրի եւ ոչինչ չեն անի իրան։ Բայց այստեղ էլ մի կին թող վեր կանա, ասի ես ուզում եմ, այն նայերային ինչ արեցին, կախար, չգիտեմ ինչ, ինչու է մարդու արտաքինը կապվում իր գործունեության հետ։ Օրինակ, ամենաառաջինը շատ էր մտածում օրինակ երկրի մասին։ Իրոք, ես չեմ տեսել նման մարդ, որ այդ կարգի խոսի երկրի մասին, ոչ թե ներսը մարդկանց մասին, այլ երկրի մասին, երկրի եղացածի մասին, նիստուկացի մասին, ոչ թե չգիտեմ ով ինչ արել, չգիտեմ ով, հիմա միգուցե կպնում է, չգիտեմ, բայց այն ժամանակները ինձ իր գործունեությունը օրինակ դուր էր գալիս։ Մի քիչ խոսալու ձևը դուր չէր գալի, ոնց որ արտասան էր կամ չգիտեմ ինչ ասեր։ Հատարատ էր բառերը օգտագործում, բայց ոնց որ դա էլ փոխվեց։ Դա էլ փոխեց իր մեջ, այնքան կախարդ ասեցին, իր սանրվածքն էլ փոխեց, մազերի դիրքը փոխեց, եթե մազերի գույնն էլ փոխի ավելի լավ կլինի։ Հենց այդ կախարդ սարքում է իրան այդ սև մազերն ու իր մազերի դիրքը, որ իրան բացարձակ չի սազում։ Դրա համար կախարդ է դառնում։ Տարիք գոյություն ունի, այդ տարիքին համապատասխան պետք է մազեց սկսես սարքել, որ իրոք կախարդ չերևաս։ Դրա համար իրան բավականաչափ վիրավորեցին, բայց ինքը կարող էր։ Միգուցե եւ չսիրեցին Գագիկ Ծառուկյանին, իրենց կուսակցությունը, իրենց ամեն ինչը, բայց ժամանակին մոռացան, որ Գագիկ Ծառուկյանը ինչքան է օգնել ժողովրդին, ու սկսեց հիմա չօգնել, բայց ինչի պետք է օգնի։ Ինչ որ չափ գոյություն ունի, երբ որ հասնում է դրան, ասում է, հենա ես կդիզեմ թորներից ծորներից համար գումար։ Եթե խոսքը վերաբերվում է իրան, թե ինքը որտեղից է գումար վաստակում եւ այլն, ես երբ որ դեռ դպրոցում էի սովորում եւ ինքը արդեն իսկ ուներ։ Ինքը արդեն իսկ գումար ուներ իրենց մոտ, պապական էր դա։ Այն ժամանակ
95-96 թվականներին դեռ արդեն իսկ կար Interservice Armenia կահույքի սրահը, գոյություն ուներ մեկ կահույքի սրահը, այնպես որ ժողովուրդ ջան, եթե դուք մտածում եք այս տարիների ընթացքում, ես արդեն 30 տարի անցել է, 25 լավ այդպես։ Եթե ինքը ժողովրդի գումարն էր ուտում, ինքը նորից էլի վերադարձնում էր ժողովրդին։ Չոր օգնում էր, ես հիմա իր գովասանքը չեմ անում, ուղղակի մարդուն ոնց փոխեցին ժողովրդին։ Երբ որ ինքը օգնում է ժողովրդին, ես գիտեմ մարդկանց, ովքեր որ ինքը էլ մակարոն, էլ շաքարավազ, ինչ ասես, անգամ ուղղակի դիմել է, որ գումար չունի առնելու, այդ մարդը օգնում էր, բայց դա էլ կտրվեց։ Ուղղակի հենց այս ժողովրդի պահվածքից։ Այդ ամեն ինչը չափ ունի, սահման ունի, որը հասնում այդ սահմանը, մարդն ասում է, ինչի համար անեմ։ Մի հատ հարց է տալիս ինքը իրան, հայլու դիմաց կանգնած, ու ասում է, հետադարձ պատասխան ասում է, բայց ինչի համար անես։ Իրոք։ Ու վերջ։ Դրա համար կանգնացրեց ամեն ինչը, դարձավ ժողովրդի աչքի գրողը, ու սկսեցին ժողովուրդն ասել, որ ինքը ուտում է։ Իրոք լիարժեք ուտողներին չեք ասում, որ իրանք ուտում են ժողովրդի գումարները, այն մարդկանց եք ասում, ովքեր գլուխը կախ քրտնաջան աշխատում են։ Հիմա ինչի օրինակ Երևան City մարդուն չեք ասում, որ ուտում է։ Ինչու։ Ինչու չեք ասում, ժամանակի հիմա էլ բոլոր օղիները իր ձեռքն է, ինքը օղի է արտադրում, օղու գործարան ունի Բանգլադեշում, ով է ապրում Բանգլադեշ, շատ լավ պետք է իմանաք։ Չի խառնվում քաղաքականության մեջ, չի խառնվում ոչ մի հարցի մեջ, դրա համար ոչ ոք իրան չի ասում, որ ժողովրդի գումարներն է ուտում։ Ոչ ոք։ Ինչքան փորձեցին իրանք սրան այսով է։ Այնքան շոկ է ժողովուրդ ջան, չեք պատկերացնի, այնքան շոկ, շնչելն անգամ դրա համար եմ պատանում, բայց եթե բաց չխոսամ, ես չեմ կարող խոսալ, անհնարին է։ Մի խոսքով, այս պահին քաղաքականության մեջ մտնողը դառնում է չգիտես ով, վիրավորանքների մի հատ ինչ-որ մի ապարատ, որին սկսում են վիրավորել, անունը գցել, պատիվը գցել, ինքը սկսում է իրանից ամաչել։ Յուրաքանչյուր մարդ, ով որ կմտնի այդ ասպարեզ, հիմա այդ վիճակն է լինելու։ Այո, իրար տուն են քանդում, իրար մի հատ ահավոր վիճակ է Հայաստանում հիմա, եւ այդ դրա մեղավորությունը 33.1-ն է։ Այնպես որ դա պետք է հանել, ինչքան հնարավոր է շուտ հանել, այնքան մարդիկ խելքի կգան ու կզարթնեն, անգամ իրանք կզարմանան, թե այս ոնց եղավ, որ այս ինչ էր իրանց հետ կատարվում, այս ինչի են իրանց հարազատին վիրավորում, այս ինչի են sense բաներ գրում, կնայեն իրանց կամաչ են հայլու մեջ անգամ։ Հնարավոր է բարձր ձայնը, այդ որ ռոբոտի նման էր խոսում, ասես բառերը հատիկ, սենց կգնամ, կանեմ, սենց մի տեսակ էր, այդ պահերը, բայց մտածում էր մարդկանց մասին, մտածում էր երկրի մասին, ոչ թե այնտեղ խոսում էր ուրիշի ինչ-որ թեմաներով կամ այդ շուկայական բաներ չկար, ուղղակի մարդիկ իրան չսիրեցին, դեմքի պատճառով, դիմագծերի պատճառով։ Դե ավելի լավ, որ մասնագիտությունները ճիշտ են ընտրել, որովհետև մասնագիտության սխալ ընտրությունը հենց գալիս է նրանից, որ մարդը չի կարող գումար վաստակի, իր կյանքը ճիշտ դասավորի, յուրաքանչյուր բան չի կարող անի եւ անընդհատ կամ գումարը գալիս է արագ գնում, որովհետև անհնարին է այդ գումարը պայել, որովհետև ինքը այդ աշխատանքով չի վաստակել։ Այ, հիշնով գալիս եմ ձեր մոտ։ Ավստրալիայել կգնայի մեծ հաճույքով, բայց եւ նենց անուշոտ է գալիս։ Մի խոսքով, իմ սիրած աշխատանքն է, ասեմ, ինչից եկավ։ Իմ սիրած աշխատանքն է դիզայն, մանկական, ամեն ինչ։ Ես մեծ հաճույքով անում եմ դիզայն, մեծ հաճույքով մանկական բաներ եմ անում, հենց հիմա ձեռս տակ։ Այս սակը, որը
ես եմ գործեն, այսպես, ինքը մանկական գլխարկ է լինելու, ի վերջո սա դիմացն է, սա այդ գլխի հատվածն է։ Մի խոսքով, այն ինչ որ ես եմ սիրում, ես դրանով էլ զբաղվում եմ, նաև իմ քարտեզում էլ կա դա, որ ես պետք է զբաղվեմ մանկական իրերով, մանկական ամեն ինչով եւ իհարկե դիզայնով։ Եվ մենք հենց դրանցով էլ զբաղվում ենք իդեպ։ Մեր գործունեությունը, մեր ֆիրմայի հենց դա է։ Այստեղ կա 2-3 ֆիրմա եւ վերջինը արդեն ծաղիկները։ Իսկ հիմա նոր ֆիրմա կա, այսօր պայուսակը բռնել էի, քանի ամիսներ, որ խանութը բացվի, որովհետև բաներ կան, որ պետք է անպայման գնաս սովորես։ Եվ չգիտեմ, անգամ մտածում եմ մեկ բան էլ սովորեմ, ուղղակի չեմ հասցնում, ժամանակի մեջ չեմ տեղավորվում, բայց այստեղ եթե ուզում ես ունենաս խմորեղենի արտադրամաս, հացի հետ կապված յուրաքանչյուր բան եւս էլի պետք է անպայման սովորես ու անպայման պետք է բալերդ հերիքի, որ այդ բալերով դու կարողանաս, քննությունդ հանձնեցիր այդքան բալերի, որպեսզի դու կարողանաս բացես հացի փուր, հացի խանութ, ինչ որ բաներ, որ ուտելու հետ կապված։ Բայց նայեք, ռեստորանը ոնց ուզում ես բաց, քեզ ոչ ոք ոչինչ չի ասում, բայց հաց ուտելու տեղը, որտեղ հացը սարքում ես կարելի է, բայց ռեստորանը, որ մարդիկ կարող են այդտեղից դուրս գալ եւ գնալ մահանալ, հանգիստ քնել եւ չզարթնել, որովհետեւ մի հատ ահավոր թունավորում լինի, դրան բանի տեղ չեն դնում, պիտի ոնց ուզում ես, ուզում ես գնա սովորի ուղակի, որ ճաշ պատրաստել իմանաս կամ ինչ որ այդ ճաշատեսակներ, որտեղ որ կարող ես սարքել, բայց հատուկ լիցենզիա, թույլտվություն մենք նայել ենք, չկա, գոյություն չունի։ Ամեն ինչը նայել ենք։ Չնայած իմ ռեստորանը Ավստրալիայում է, այստեղ չի, բայց համենայն դեպս այստեղ տենց բաներ կան։ Որոշ բաներում իրավունք, օրինակ վարսահարդարումը պարտադիր է, մի քանի դիպլոմը, բայց ամենակարևորը ուտելու ռեստորանը չկա նման բան։ Եվ ես ձեզ եմ ուզում հարցնել, ովքեր որ Հայաստանում ապրում, իմ ժամանակներում, երբ որ ես Հայաստանում էի, տեղը որ վերցնում էինք, հատուկ խնդիրներ չէին սարքում, հարցս մի փոքր ուշ հնչեց 44 րոպե, կարող է նաև մինչև այս կրճատեմ, հարցից սկսեմ։ Հարցը խնդիրներ սարքում են արդյոք, երբ որ հիմա տարածք եք ուզում վերցնեք, բաց եմ թողելու այս մեկնաբանությունները, ովքեր որ տեղյակ են, ովքեր որ այս վերջին շրջանում, այս մի քանի ամսում, մի տարում, եթե ինչ որ այնտեղ օրենքներ ա փոխվել, ես կուզեմ իմանամ ձեր պատասխանը, երբ որ դուք ուզեցել եք օրինակ մի տարածք վերցնեք եւ ինչ որ մի գործունեություն այնտեղ անեք, կարա, դիզայնա, չգիտեմ, այնտեղ ինչ եք ուզում անեք։ Խնդիրներ եղել են, օրինակ, որ տերը ասի, որ ես չեմ տալիս քեզ, որովհետև ես չեմ ուզում, որ իմ տարածքում անես կար, օրինակ, կամ հայլի, նման ինչ-որ բաներ, նման, որից է խնդիրներ, իմ ժամանակ չի եղել։ Իմ ժամանակ ես Հայաստանում ատելիե ունեի, բայց ոչ մի խնդիրներ այնտեղ ինչ-որ մեկը չկար, որ ասեր, ատելիե ես ուզում բացես, չէ, չեմ տալիս։ Հարցնում են ինչ ես ուզում անես, բայց հատուկ, որ սա քեզ չեմ տա անես, ինձ շատ հետաքրքիր է, որովհետև ես Հայաստանում տարածքներ եմ ուզում վերցնել, եւ ինձ հետաքրքիր է արժե գումար բերել այդտեղ, թե ոչ, թե անընդհատ բախվելու եմ խնդիրներին, նյարդենանամ հետ գամ այստեղ։ Ինձ դա շատ է հետաքրքիր, եթե թույլատրեն, գումար կբերեմ այդտեղ եւ այդտեղ գործունեություն կանեմ։ Եթե ոչ, ապա գործունեությունս կտեղափոխվի մեկ այլ երկիր։ Ովքեր որ գիտեն, ովքեր որ բացել են եւ չեն բախվել նման խնդիրների, մնացած խնդիրները ինձ այդքան չեն հետաքրքրում, ինչքան որ երբ որ տարածք, որովհետեւ ես չեմ ցանկանում տարածք գնել։ Տարածքը վարձով վերցնելու մասն է խոսքով, վարձով վերցնես եւ արդյոք խնդիրներ կառաջանան, թե ոչ։
Փայտի ստուփերի համար գրեցի, իմ էջով գրեցի, այս էջով գրեցի, բավականին մարդկանց տվյալներ տվեցին, այդ մարդկանց գրեցի, այդ մարդիկ չպատասխանեցին, այստեղ գրել են ճիշտ է, բայց ինձ պետք չի ինչ-որ մեկը, ով որ շատ լավ ձեռք ունի, ինձ պետք է ինչ-որ մեկը, որ ունենա այդ ապարատից, որովհետև այդ ապարատը մատչելի չի, որպեսզի պատրաստի այդ տուփերից։ Այդ հատուկ կտրտում են, հատուկ ձև են տալիս, հատուկ չափեր կան, բաներ կան, մեկը կար, ով որ այնտեղ խմբում գրել էին, երևի մի պահ բացեմ նորից ջնջեմ այդ էջը, որովհետև այդ խմբի անունն եմ ուզում, չեմ հիշում այդ խմբի անունը, այդ խմբում էի գրել, այդ խմբում մեկը գրել էր, որ 50 դրամով հայլապատ, հայլային փոքր դետալներ կվերցնի, գրել էին լիքը, ես կանեմ, ես իրանց Instagram-ով գրում եմ, մեկ հատը 100 դրամ են ասում, պլյուս հայլապատ այդ բաները մի հատը 600-ից 900 դրամ, օրինակ կանֆետի վրա, որ հայլապատ բան դնես։ Գիտեք բոլոր AliExpress-ի մասին։ Կոպեկներ է այնտեղ։ Կոպեկներ։ Ես որոշեցի հայից պատվիրել, եւ դեռ պետք է Հայաստանում ծնողս վճարի, ու գիտեք, բավականին թանկացել է, կրկնակի եռակի թանկացել է Հայաստանից Ֆրանսիա ապրանք ուղարկել է։ Եվ դեռ այդ ապրանքները պետք է բերեն, հասցնեն Ֆրանսիա կամ Ավստրալիա, կապ չունի, միևնույնն է, թանկ է։ Բայց մի կանֆետի վրա դու ծախսես 600-ից 900 դրամ, որ հայլապատ բան տեղադրես, այդ դու կգնեք, այդ ինչքան պետք է ծախեմ մեկ կոնֆետը։ Եվրոպայում նման գներ գոյություն չունեն, ուր մնաց Հայաստանում։ Շատ վատ է, ես չգիտեմ ինչու այդպես, կամ միգուցե գիտեն ով էր, գիտեն որ դրսում ես ապրում, ուրեմն կարող են ես ինչ գներ կրակել, շատ թանկ է, դուք պատկերացնում եք, տուփի մեջ դնում ես 30 հատ կոնֆետ, մի հատ 30 անգամ 900 դրամ արեք, ինչքանով ես պետք է վաճառեմ, դուք պատկերացնում եք ինչ թիվ է կազմում, պլյուս 6000 դրամ չգիտեմ ինչ կանգնած դիրքին, 9000 դրամ չգիտեմ ինչի, ինչ եմ այդ ապարատը դնում է հայելին կտրում, այդ ապարատը ավելի մաչելի կգնամ, քան մի տուփ կոնֆետի համար նախատեսված Հայաստանից եկածած հայլապատ իրեր։ Փայտի ստուփը ընդհանրապես պատրաստում են Ուկրաինայում, Ադրբեջանում իդեպ։ Բայց հայերը չգիտես ինչու չեն պատրաստում։ Եթե պատրաստում են, չգիտես ինչու այնպիսի մի արժեք են ասում, որ իրանք ձեռքով են կտրտել, մանրացրել, այդպես։ Ապարատն է կտրում։ Եվ այդ հայելիները անգամ AliExpress-ում կոպեկներ է։ Կոպեկներ, որ վերցնեն եւ այդ հայելու վրա բաներ անեն։ Մի հայելին, փոքր հայելին 100 դրամ։ Եթե այդ հայելին դնեմ մի կոնֆետի վրա, այդ կոնֆետը արդեն բավականին թանկ է լինում։ Դրա համար է ապրանքները թանկացել, բայց ինքը հայելին եւ այդ կտրելը չգիտեմ ինչ չի։ Միացնում ես համակարգչով մտցնում, չգիտեմ, այնտեղ USB-ով բանով հավաքում ես, անուն է տպում վրան։ Չգիտեմ ինչ չի դա։ Ուղղակի ուզում եի հայերի հետ աշխատեի։ Եվ արդեն որորդ դեպքն է, որ հայերի հետ ուզում եմ աշխատեմ, ինձ ահռելի մեծ գներ եք ասում։ Դա նորմալ բան չի։ Ձեզ թող չթվա, որ Եվրոպայում տարոսիկը 2-ից 3 եվրո է։ Կանֆետները մեջը ու մինչև վերջ կանֆետ լցրած, բոլոր տարոսիկների մեջ։ 5 հատ 6 հատ կանֆետ են լցնում, Հայաստանում 2500 դրամ են վաճառում տարոսիկը։ 2-ից 3 եվրո լիքը մինչև վերջ կանֆետ։ Ինչա ձեզ թվում, որ Հայաստանից թանկ է այստեղ։ Ինչի։ Ինչի է ձեզ թվում, որ եթե դու դրսում ես ապրում, ուրեմն կարող ես մի կոնֆետի տուփը 200 եվրո վաճառես։ Ոչ, մի կոնֆետի տուփը թուրքը Ֆրանսիայում վաճառում է 10 քանի եվրո։ Այդ հաշվեք 10 քանի եվրոն 6-7000 դրամ։ Բայց ես 35 հատ կոնֆետի համար տուփը պետքա գնեմ, կոնֆետը պետքա գնեմ։ Վրայի հայելիները Հայաստանից դեռ պետքա գա 20 եվրո միայն հայելիները, որ պետք է գա, ամեն հատ հայելին 600 դրամով եմ հաշվում, լավ, ամենամատչելին։ Այդ հաշվեք ինչքան արեց։ Միայն հայելիները 35 եվրո է արդեն անում։ Միայն հայելիները։
որ հայերն են անում։ Չգիտեմ ինչու է դա այդպես։ Այդ փոխեք ձեր այդ վարքագիծը, փոխեք այդ ձեր բնավորությունը։ Դրսում թանկ չի։ Ես ձեզ ասեմ, ոչ մի բանը թանկ չի դրսում։ Հագուստը, հասարակ հագուստը, ես կարող եմ գնալ կյաբի, գնել նորացնի համար 10 եվրով 10 հատ սիրուն գեղեցիկ մայկա եւ օգտագործել օրինակ նորացնի համար 2 եվրո են բլուզները 2 եվրո Եթե ձեզ թվում է թե Եվրոպան էդի մի հատ չգիտես ուր եք ընկել չէ աշխատավարձերն է միայն այստեղ բարձր դրա համար բոլոր հենա մի խանութ փակվեց հագուստի նմանատիպ խանութ բացվեց որովհետև այդ հագուստը պարտքեր ուներ եւ չէր կարողանում պարտքերը վճարել որովհետև աշխատողների աշխատավարձները չէր կարողանում տալ հետաքրքիր է էլի իրոք ինչու է թվում մարդուն որ Եվրոպայում 10 եվրո է ջինսը ամենամաչելի ջինսը 10 եվրո է Այն որ կարող ես տան մեջ հագնել, չգիտեմ, հագնել վազել, հագնել գնալ խանութ գալ, 10 եվրո, 5000 դրամ։ Հեն դա է որ պետք է հասկանալ, որ մենք այստեղ թանկ չենք վաճառում։ Գերմանիայում մի կին կա, որ պատրաստում է շոկոլադներ, հիանալի շոկոլադներ, այն շոկոլադները, որոնք որ ես դիմել էի Հայաստանում, որ այդ իրանց հայելիները սարքեին, որոնք որ ինձ այն ուզեցին 900 դրամ, Այդ կինը ամբողջ կոմպլեկտը ես չգիտեմ քանի հատ կանֆետ ա մեջը լիքը պլյուս տարոսիկներ պլյուս կանֆետներ 35 եվրո է վաճառում Այդ հաշվեք Է ոնց է Գերմանիայում ամեն ինչը իրան ձեռ է տալի Հայաստանում ձեռ չի տալիս Այն որ թափած է փեթակում ամեն ինչը Բարև ձեզ Ո՞վ բարձր եմ խոսում ոստիկանություն եմ կանչում Սոցից հեռու չի Օճառների ֆորման գներ ու կիլոգրամ օճառ Այստեղ օճառներ չեն գնում Հերմինե ջան Այստեղ Հայաստանը չի Այստեղ Ռուսաստանը չի, այստեղ ինչ օճառները խանութում լիքն է, ոչ մեկ ձեռ չի տալիս օճառին։ Բացարձակ։ Ձեռքի օճառ ինչքան ուզում եք։ Մեն ընց էլի հեղուկ։ Չէ, դիրքերը, դիրքավորումները դրանք ինձ մոտ ես դիրքավորումներ չեմ խոսում։ Հա քարտերը լինում է։ Հերմինե ջան, չես հետևում։ Բարև ձեզ, տիկին Սուսաննա ջան։ Դե Հերմինե ջան, խոսքեր ասեցի։ Հիմա տեսնում եք, որ եկավ հասավ այդ վախենալու պահերն է արդեն, որ իրոք պետք է սկսել վախենալ։ Վախենալ մեր սահմանների համար։ Որովհետև եթե տեսել եք հեռուստացույցով, թե ինչպես է մեկ բոմբ չի պայթացնում, մեկ անգամ չի կրակում, այդպես կրակոցներ է, որ թռնում է Իրանի վրա։ Եվ մեկ մի փոքր էսկո մենք ենք։ Ես չգիտեմ ինչու է կատաղել, էլի նորից հայ է ղեկավարում, էլի նորից դա է։ Չէ օճառ չեն։ Դե հա հանգիստ է էլի, շուտ լավ է, հանգիստ, խաղաղ։ Բա ինչի չես անում ամենալավ գործն է, ընդհանրապես հացը ամենալավ գործն է, որովհետև մարդ միշտ ուտում է։ Եվ զուգային թուղթը, մարդ միշտ գնում է զուգարան։ Միշտ, դրանք այդ երկու պարագաներն է, աղը, նաև, որոնք միշտ պետք է գալիս, միշտ, մակարոնը թեկուզ, եթե մարդ ոչինչ չունի, ուտելու միևնույն է մակարոնը ուտում։ Այդ 4 բաները շատ կարևոր են մեզ համար, շատ։ Դե համար ով այդ գործն է անում, բավականին հարուստ է։ Ցույց տվեցին Ֆրանսիայում թե ոնց են աղերը սարքում, դուք տեսնեք այդ մեծ տարածքները ոնց են այդ աղերը հավաքում, ոնց ես օրինակ նմանատիպ գործ չեմ անի երբեք։
Դե ինչպես տեսնում ենք, նախնիները շատ են ուզում խոսքով հուլիսի վերջերից մինչև օգոստոսի սկիզբ ինքը հետադարձա։ Ես էլ էի ուզում գայի, այդպես հուլիսի կեսերից մի քիչ վերև, 20-ից հետո գայի, մնայի մինչև օգոստոսի սկիզբ, բայց դե եթե կուզեք կարող եմ խոսել Մերկուրիի մասին, առյուծ նշանում է և ամսի 17-ից է ոնց որ հետադարձ, 17-18-ից արդեն հետադարձ կլինի, մինչև օգոստոսի սկիզբ, այնպես որ պատրաստվեք, այդ ժամանակահատվածում շատերն են գնում հանգստանալու և հենց այդ հանգստանալու ժամանակն էլ արդեն ինքը խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Այն ձեզ որ շատ ցուրտ է Երանի, մատ հենց հիմա մի հատ հովար այս ռոբերանով հովան եմ ես, շտավա, ոյ, ինք չէ ձեզ հովան եմ, դե տհաճ է Հերմինե ջան, բայ դե մերն է, մեր գիժն է, շատ ազնիվ խոսալուտ համար, տեղ էին գնելու ուղիղ, գլխի վայր։ Դե հա, կախված է ինչ դիրքով ես ընկնում, ես քեզ գլխի վայր էի ընկնելու, իմ մոտ գլխով էր ներքև։ Դե գնացի, լավ, գնացի ժողովուրդ ջան, բարի գիշեր բոլորիդ, դե որոշ մասեր կկտրտեմ ուղիղ եթերից, կգցեմ այն, ինչը որ ես հարցնում եմ, մեկնաբանությունը բաց կթողնեմ, ովքեր որ գիտեն, ովքեր որ տեղյակ են, կխնդրեմ պատասխանեք, որովհետև շատ կարևոր է իմ համար, որովհետև իմ գալս Հայաստան, թե հիմա կգամ, նոր տարում կգամ, չգիտեմ, այս անգամվան հատուկ նպատակ է, որպեսզի Հայաստանում ինչ-որ բաներ բացվի, եւ եթե այդպես է գլխացավանքների մեջ եմ ընկնելու, ավելի լավ է ուղղակի ուրիշ տեղ բացում, ուրիշ երկրում, դա միտքս այդպես է, չգիտեմ։ Բարի գիշեր, լավ մնացեք, ես է տեսնեմ տեսանյութերը ոնց եմ անում, գցեմ եւ արդեն ես է քնեմ, 10:30 ես 5-ին 6-ին եմ արթնանում։ Միգուցե օրինակ արժի, կիրակի չէ, բայց վաղը շաբաթ է, ինչ անեմ, շուտ արթնանամ, եթե շուտ արթնանամ, միասին սուրճ կխմենք։ Գնացի հաջող ձեզ բոլորիդ, ավայ տեղից պետք է անջատեմ։